Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ Եղեցի անուն քո Եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի հսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդից մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարը Զկոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկել թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղությունը սիրո մեջ պահի մենք այսօր Նոր նամակ ենք սկսելու սերտել Տիտոս Առաքյալին ուղված Պողոս Առաքյալի նամակը, որ շատ կարճ նամակ է, բայց շատ կարևոր բովանդակալից։ Մենք անցյալ անգամին ավարտեցինք Տիմոթեոսին ուղված երկրորդ նամակը։ Մեզ համար շատ կարևոր տեսանք ինչ պետք է անի քրիստոնյան իր կյանքի մեջ, ինչպես պետք է հոգևորականը վարվի, ինչպես պետք է մենք մեղքերի դեմ պայքարենք։ Հիմա այսօր առաջին 4 համարները պիտի սերտենք, նախ պիտի փորձեմ Տիտոսի մասին խոսել Կրետեի մասին խոսել, որտեղ Տիտոս Առաքյալին Պողոս Առաքյալը ձեռնադրեց որպես եպիսկոպոս թողեց այնտեղ, եւ առաջին 4 համաների մեջ կարևոր մի քանի կետերի պիտի անդրադառնանք։ Մեզ թվում է, թե երբ որ կյանքը զարգացել, մենք հասել ենք 21-րդ դարում, մեղքերը շատացել են, աղանդավորներն են շատացել, հերձվածողները կամ Աստծո խոսքը ննգափոխողները, այս ամենը եղել է դեռ առաջին դարում։ Հիսուսի ժամանակից սկսած արդեն առաքյաների ժամանակ վեճեր կար Կեղծ մարդիկ, կեղծ ուսուցիչներ հայտնվեցին, փորձեցին խեղաթյուրել քրիստոնեությունը, նույնիսկ առաքյաներն ու նամակներ էին գրում, որ միայն այդ գաղտնիքները իրեն գիտեն, որպեսզի մարդկանց մոլորացնեն, եւ նույնիսկ Տիտոսին Պողոս Առաքյալն եւ Կորինթոս է ուղարկում հաշտեցնել համար, որովհետեւ Կորինթոսում մեծ հակառակություն կար, որպեսզի մարդիկ ճշմարտությունն իմանան։ Եվ արդեն իր ճամփորդության ժամանակ ես կպատմեմ ձեզ, որ Տիտոսին թողնում է Կրետեին որպես եպիսկոպոս այնտեղ ձեռնադրում է։ Ուրեմն Տիտոսը ինքը ազգությամբ հույն էր եւ հեթանոս էր, չէր ճանաչում Քրիստոսին, բայց շատ ուսումնատեն չէր ասել, պատմում են ավանդությունը, որ շատ փիլիսոփական գրքեր էր կարդում, եւ պատահաբար իր մոտ 5 կտակարանի պատարիկներից է հանդիպում, կարդում է եւ որոշում է ճշմարիտ Աստված ճանաչողությանը գալ եւ հանդիպելով Պողոս Առաքյալին մկրտվում է քրիստոնյա է դառնում առանց թլպատության։ Գիտեք այն ժամանակ այս խնդիրն էլ կար, որ որևէ մեկ երբ որ հեթանոս էր, երբ որ մկրտվում էր քրիստոնյա դառնում, ստիպում էին հակառակ այդ սբրտված կեղծ եղբայրների, որպեսզի այս մարդիկ թլպատվեն եւ հրեական օրենքները պահեն։ Հիշում եք նաև, որ երբ որ այս խնդիր եղավ, առաջին առաքելական ժողովը, որ 49 թվականին գումարվեց Երուսաղեմ քաղաքում, բոլոր առաքյալները տարբեր տեղերից վերադարձան Երուսաղեմ, որպեսզի քննարկեն նրանք, ովքեր հեթանոս են, քրիստոնյա դառնում են, պետք է թլպատվել հրեական օրենքները պահել, թե ոչ, եւ Պողոս Առաքյալի հետ Տիտոսին էլ է վերցնում, ցույց տալու կենդանի վկայություն, որ տեսեք, այս մարդը հեթանոս էր, մկրտվել է եւ կարիք չունի թլպատվելու քրեական օրենքները պահելու, որտեղ ամեն բան օրինավոր է։ Ուրեմն նա Պողոս Առաքյալի մտերիմ գործակիցներից մեկը դարձավ Տիմոթեոսի հետ եւ Պողոս Առաքյալը նրան անվանում է իմ սիրելի որդին, իմ հոգեվոր զավակ, այսինքն այնքան մեծ մտերմություն, ջերմություն կար, որ ամբողջ այդ ընթացքում ուղեկցում էր Պողոս Առաքյալի, նույնիսկ խնամք էր տանում Պողոս Առաքյալի նամակներն էր տեղից տեղ տեղափոխում եւ տեսեք ասում է իմ սիրելի որդին Եվ այս նամակը, որ պիտի սերտեն, գրվել է մոտավորապես 64 կամ 65 թվականներին։ Ուրեմն ինքնտեսեք ինչքան լավ է, որ Առաքյալը, ինքը Պողոս Առաքյալը, այս նշանավոր հոգևորական, այս նշանավոր սուրբը քրիստոնեական եկեղեցու իր աշակերտին ասում է իմ սիրելի որդին։ Երևի որ մեր բոլոր հարաբերությունների մեջ բոլոր ղեկավարները իրենց վստահված մարդկանց որպես զավակների, որդիների վերաբերեին կամ ընտանեկան ջերմություն պահին այդ աշխատավայրում, որպեսզի երբևէ խնդիրներ ու դժվարություններ չունենան։ Ուրեմն Պողոս Առաքյալը այցելում է Կրետե ճամփորդության ժամանակ դեպի Ռոմ գնալու ճանապարհին էր եւ այնտեղ արդեն Տիտոսին ձեռնադրում է Կրետեի եպիսկոպոս եւ թողնում է այնտեղ եւ
քրիստոնեական համայնքը վստահում է Տիտոսին եւ Տիտոսը երկար տարիներ հովվել է եւ հետաքրքիր է որ իր բնական մահով է մահացել, ծերության մահով է մահ, ոչ նահատակվել է, ոչ մարտիրոսությամբ տսակն է ընդունել։ Հետաքրքիր է մի քանի բաներ պետք է իմանանք Կրետեի մասին, Կրետե կղզին այսօր գտնվում է Հունաստանի տիրապետության, հունական մաս է կազմում, Էգեյան ծովի հարավում է գտնվում, շատ գեղեցիկ վայրեր է, շատ սրբավայրեր կան այնտեղ, շատ սուրբեր կան, վանքեր կան այնտեղ, այսօր նաև ապրող, բարձրադիր լեռներով շրջապատված տեղ է, բայց այն ժամանակ, երբ որ Պողոս Առաքյալի ժամանակաշրջան էր, Կրետեն չէր փայլում իր բարոյականությամբ։ Ամենաշատ ստախոս մարդիկ հատկապես Կրետեում էին ապրում, հարբեցողությամբ էին ապրում, շնության մեղք այլասերածությունը գիտեք ռոմեական կայսրություններ եւ ամենամեծ բաներից մեկն էլ ամենաշատ կեղծավորներն էին Կրետեի ժողովուրդը, բնակիչները։ Եվ հայտնի մի ասացված կար այն ժամանակ, ասում են կրետացու հետ կրետացուն պես վարվել, այսինքն խորամանկությամբ խաբել խորամանկին։ Այսպեսի ասացված կար, կրետացու հետ վարվել կրետացու պես։ Տեսեք ինչ մեղքեր կար, կեղծավորություն, ագահություն, ստախոսություն եւ սեռական սանձարձակ կյանք։ Ինչ որ բան փոխվել է աշխարհի մեջ։ Վերջ։ Ուրեմն այսինքն աշխարհը ոչինչ չի փոխվել։ Դրա համար ասում եմ, որ մարդիկ փոխվում են, նոր սերունդ են գալիս, գիտությունը զարգանում է, կյանքը հեշտանում է, բայց մարդկանց մեզ այս մեղքերը կան։ Դրա համար Սուրբ գրքի ամբողջ նպատակը, որպեսզի մարդը այս մեղքերից կարողանա հրաժարվել։ Տեսեք, ստախոսություն բոլոր ժամանակների ամենամեծ աղտը, որ կա մեր կյանքի մեջ։ Ագահություն, ամեն բան այս աշխարհի մեջ պատերազմներ, չէ, շատ ունենալու վեճերը, կռիվները ունենալու համար է։ Կեղծավորություն, որ մարդը բոլոր ժամը, ինչպիսին որ լինի, հավատացյալ կլինի, անհավատ կլինի, քրիստոնյա կլինի, մահմեդական կլինի, կրիշնայական կլինի, բուդդիստ կլինի, եթե մարդը կեղծավորություն ունի, ուրեմն այդ կեղծավորությամբ էլ ինքը կարող է ապրել եւ նաեւ շատ դրանց մեջ տարածած էլ նաեւ հարբեցողությունը։ Այսօրվա մեղքերից մեկն է աշխարհի մեջ, որովհետև աշխարհում գիտեք ամենաշատը խմիչք է վաճառում բոլոր ժամանակներում։ Օրինակ հատկապես Գերմանիայում Բավարիայի մարզը, բավարացիները գիտեք գարեջուր շատ են խմում։ Ասում են որ մեկ ֆուտբոլային խաղի ընթացքում մոտավորապես 20 տոննա գարեջուր է վաճառում։ Այսինքն մարդիկ գնում են խաղը դիտել եւ խմելու։ Կամ մարդիկ ամենաշատ երբեմն խանութ են մտնում, տեսնում մարդիկ որ հանապոզորյա հացի գումար հազիվ էինք այսօր աշխատում, բայց երեկան տուն գնալուց պարտադիր, եթե ոչ 1 լիտրանոց, կես լիտրանոց սպիրտ է գնում, հետո տուն է տանում, որպեսզի խմի։ Բայց երբ որ հանկարծ այդ նույն պահին կինը կամ երեխան ինչ-որ բան խնդրեն, կասի փող չունեմ։ Ուրեմն տեսեք ինչքան տարածված էր մեղքը եւ պատկերացրեք հիմա Տիտոսը պիտի գնա այս վայրը, այս միջավայրում քրիստոնեություն քարոզելու։ Պատկերացնում եք, կեղծավոր, հարբեցող, ստախոս եւ ագահ մարդկանց միջավայրում պիտի գաս քրիստոնեություն փոխես։ Այ մեր Գրիգորիս կաթողիկոսը, Գրիգոր Լուսավորչի թոռը, որ աղվանից Արցախում ամարասում թաղված է, Սուրբ Գրիգորիսը, ինքը երբ որ գնաց այնտեղ աղվանների մեջ քարոզելու, ինչ էին անում այդ մարդիկ, նրանք գողեր էին։ Միշտ ուրիշներից ինչ որ բան էին գողանում եւ այդ թալանի միջոցով էին ապրում։ Երբ որ Սուրբ Գրիգորիս ավետարան քարոզեց, ասացին այս մարդը մեր թշնամու կողմից է եկել մեզ քարոզելու եւ բռնեցին, ասում են Սուրբ Գրիգորիսի ոտերը կապեցին ձիու պոչից եւ այսպես քարշ տալով, քարերին սպանելով կաթողիկոսին սպանեցին։ Որտեղ մարդը եկել էր ասել որ բավական է գողությամբ ապրեք, բավական է խաբեությամբ ապրեք, պետք է ձեր արդար քրտինքով հաստատեք եւ ինչպես Եփեսացի նամակի մեջ ասում է, եթե մինչեւ այս պահ ասում է գողությամբ եք զբաղվում, հիմա թողեք գողությունը, ձեր արդար քրտինքով ապրեք եւ դրա հետ մեկտեղ նաեւ ողորմություն տվեք։ Ուրեմն տեսեք այս падգամներ գնացել քարոզելու Գրիգորիս կաթողիկոսը, բայց տեղի ժողովուրդը սպանեցին, որտեղ իրենց միջոցը գողության մեջ ապրելն էր։ Այնպես էլ մեր կյանքի մեջ, ես իմ կարդացած գրքում հետաքրքիր բան պատմեմ ձեզ, տեսնված եւ ապրված կյանք, այսպես էս գիրքը կոչվում, մի վանականի հուշագրություն է, ասում է, որ ես գնացի Չիտայի կողմերը, այն որ արդեն Սիբիրի դեպի կողմը գնացել էր լուսավորությունը, ասում է գնացի, հավաքվեցի գյուղի ժողովրդին, քրիստոնեությունից խոսեցի եւ ասում է տեղի, որ դեռ կիսահեթանոս ծերերից մեկն ասես գիտեք, ասում է, երբ որ լուրը ստացանք, որ երկաթգիծը պիտի գա հասնի այստեղ, մեր կյանքը պիտի զարգանա, մենք շատ ուրախացանք։ Ասում եմ, մինչև ձեր քրիստոնյանի գալը մենք երբեք մեր տան դռները չէինք փակում, որտեղ երբեք գողություն չկար։ Մեր կանայք
ման չէին գալիս, այսինքն չէին դավաճում ծամուսնի, մեր տղամարդիկ հարբեցողությամբ չէին զբաղվում, բայց երբ որ դուք քրիստոնյաներ եկաք, այս ամենը մտավ մեր կյանքի մեջ, ասում եմ, երբ որ դուք Հայր Սուրբ ձեր քարոզածը կապրեք, ես խոստանում եմ մենք մեր ամբողջ գյուղով քրիստոնեությունը կընդունենք եւ կապրենք։ Ուրեմն տեսեք ինչքան կարեւոր է որ մենք մի բան քարոզում ենք, բայց չենք ապրում եւ նաեւ պատճառ ենք դառնում շատ շատերի գայթակղելու եւ շատ շատերին հեռացնելու քրիստոնեությունից։ Դրա համար այս ծանր վիճակում էր, երբ որ Կրետեում հիմա ինքը այդ կղզին այսօր էլ կա, ասացի արդեն շատ նշանավոր վայր է քրիստոնյաների հանդեպ, դա Պողոս Առաքել անցած ճանապարհները կա այդտեղ եւ շատ նշանավոր սուրբերի այնտեղ մասունքներ կան, վանքեր կան, բայց մարդկանց մեջ նույնը մնացել։ Այսօր էլ եկեղեցիները այդտեղ շատ դատարկ են, շատ մարդիկ չեն, որ գնում են քրիստոնեությամբ ապրելու եւ հատկապես Քրիստոսին ճանաչելու համար։ Եվ ահա այս միջավայրի մեջ ուրեմն փորձենք տեսնենք թե ինչ падգամներ պիտի տա Պողոս Առաքել։ Ուրեմն առաջին համարը Պողոսը ծառան Աստծո եւ Առաքյալը Հիսուս Քրիստոսի, որ կոչված է բերելու Աստծո ընտրյալներին հավատի եւ ճշմարտության գիտությունը, որ Աստված պաշտությամբ է։ Ուրեմն տեսեք սիրելիներ, Պողոսը ծառան Աստծո եւ Առաքյալը Հիսուս Քրիստոսի։ Մենք այսօրվա նամակները ինչպես են գրում, երբ որ մենք նամակը գրում ենք, անկյունում գրում ենք, չէ՞ որ այսինչ, այսինչ պաշտոնը մեր ասելիքը ասում ենք, վերջում գրում ենք այսինչ մարդու կողմից։ Այսօրվա ձևը այսպես է նամակագրության։ Հնում, բայց առաջինը գրում էր Տիտղոսը, օրինակ գրում էր Օգոստոս, Կայսեր, Ռոմի, չգիտեմ, այսպես, նոր իր ասելիքը շարունակում, որպեսզի մարդիկ անունը լսեին, ուշադրությամբ նաև կարողանային լսել ինչ որ գրված են։ Բայց տեսեք Պողոսն ասում է Աստծո ծառան։ Ուրեմն գիտեք, ծառա ինչ է նշանակում, այն ժամանակ ծառան որևէ իրավունք չուներ, չէ, նույնիսկ իր անձատ կամքը չուներ, ինքը իր տիրոջ սեփականությունն էր, Տեր ինչպես կուզեր այս մարդու հետ կվարվեր, նույնիսկ խոսելու իրավունք չուներ, թե Տեր ասեր հենց հիմա մահացիր, ինքը պիտի մահանար, չէր կարող ոչ մի բան խոսել, եւ չէր կարող ծառան սեփականություն ունենալ, իր խոսք ունենալ, այլ ինչ որ Տեր ասեր ինքը պիտի աներ։ Բայց տեսեք Պողոս Առաքյալը ինքը չի ասում. ես Առաքյալն եմ, լուսավորիչն եմ, եկել եմ քրիստոնեություն տալ, ասում է Պողոսը Աստծո ծառան։ Ուրեմն Աստծո ծառան էր։ Իր բոլոր նամակների մեջ սա միակ տեղն է, որ Պողոս Առաքյալն ասում է Աստծո ծառան, հիշում եք, մնացած տեղերում ասում է Հիսուս Քրիստոսի ծառան։ Բայց այստեղ եզակի դեպք է, որտեղ Պողոս Առաքյալն ասում է Աստծո, այսինքն Հայր Աստծո ծառան, որտեղ իրեն Աստված է իրեն կոչել, այդ կոչումին նշանակել։ Եվ մյուս տեղերում նա իրեն արդեն ասացի Հիսուս Քրիստոսի ծառա է կոչում։ Եվ Հիսուս Քրիստոսի առաքյալը, ուրեմն Աստծո ծառան եւ Հիսուս Քրիստոսի առաքյալը։ Ուրեմն Հիսուսի կողմից ուղարկված էր, չէ՞ Պողոս Առաքյալը, այսինքն Պողոս Առաքյալն 12-ի մեջ չէր մտնում, հիշում եք, Պողոս Առաքյալը համարվում է 13-րդ առաքյալ կամ հեթանոսներ առաքյալ։ Երբ դարձավ Պողոս Առաքյալը Քրիստոսի առաքյալ, երբ որ ինքը հրաման վերցրեց, թույլտվություն վերցրեց Երուսաղեմից, որպեսզի գնա Դամասկոսում քրիստոնյանին ձերբակալի, բերի բանտարկ։ Եվ այդ ճանապարհին էր, որ հանդիպեց Հիսուսին, եւ նրա աչքերը կուրացավ եւ ասաց. «Ինչու ես ինձ հալածում»։ Երբ որ այդ քաղաքում Անանիա անունով մի առաքյալ կար, ասաց, որ պիտի գնաս Պողոսին բուժես, ինչ է ասում առաքյալ, ասում է. «Տեր, բայց չէ որ ես լսել ու նա շատ քրիստոնյաների է հալածել, շատերի բանտարկության պատճառ, ասում է ես եմ, որ նրան կանչեցի իմ առաքյալը լինելու համար»։ Դրա համար այսինքն Քրիստոս է կանչել Պողոս Առաքյալին իրեն լինելու։ Այդպես էլ յուրաքանչյուր մարդու Աստված կանչում է, Տերը կանչում է իր հավատացյալը լինելու, իր ծառան լինելու, իր պաշտոնյան լինելու, բայց արդեն մենք է որ պիտի կարողանանք պատասխանել։ Ուրեմն եւ ինչ էր, եթե Աստծո կողմից էր, Աստծո ծառան էր, Քրիստոսի կողմից էր, ինչ պիտի աներ, խոսքը չէ Աստծո պիտի փոխանցեր։ Այ օրինակ ամեն պետություն օտար երկրներում ինչ ունի, դեսպանատներ, չէ՞, այսինքն դեսպաններ կան նշանակված, դեսպանը իր պետության օրինական ներկայացուցիչն է, եւ եթե ինչ որ մի բան սխալ է, տվյալ պետությունը դեսպանի շտաբ կանչում իր արտաքին գործերի նախարարություն, պահանջելով թե քո պետությունը ինչու այսպիսի բան խոսես կամ ինչու այսպիսի հայտարարություններ, եւ դու պիտի քո պետության անունից խոսես։ Ուրեմն Պողոս Առաքյալն էլ եկել էր Հիսուսի անունից խոսել եւ նրա խոսքերը փոխանցել։ Եվ տեսեք Եբրայեցին նամակի մեջ ինչ է ասում. Չէ որ բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։ Ուրեմն այս սա խոսում է հրեշտակների մասին, Եբրայեցին նամակի մեջ, ասում է բոլորն էլ սպասարկող հոգիներ են, բայց ինչի են ուղարկված նրանց համար, ովքեր որ փրկության համար են կոչված, ժառանգությունը ստան։ Այսինքն Հիսուս ինչու առաքյալն ուղարկեց աշխարհի բոլոր անկյունները, հрьяաները ինչ էին կարծում, որ
Միայն իրենք պիտի փրկվեն, չէ՞, ձեզ ասել են, որ իրենք մինչև այսօր մտածում են, որ բոլոր հեթանոսները նախ շուն են, այսինքն բոլոր ազգերը շուն են, միայն իրենք են ընտրյալը եւ բոլոր մնացած ժողովուրդները դժողքի վառելափայտ պիտի դառնան։ Ես ձեզ հետարքին մի բան ասեմ, այս Իրան, Իսրայել, ամերիկյան այս հակամարտության օրերին անցյալ օրը Իսրայելի վարչապետին հետարքին մի բան ասաց, մենք պիտի կռվենք այնքան ժամանակ, մինչև Մեսիայի գալուստը։ Այսինքն իրենց պատկերացրած Մեսիան մեր փրկիչը չէ, որովհետև նրանց համար պիտի գա մեկը տեսանելի թագավոր պիտի հաստատի Իսրայելի պետությունը։ Այսինքն, եթե փոխաբերական իմաստով ասենք, սրանք նրանք սպասում են ում հակաքրիստոսի գալուստին, հակաքրիստոսի գալուստն են, ների գալուստն են պատրաստում, այսինքն պետք է ամբողջ պատերազմները հրահրեն աշխարհի մեջ, մինչև հակաքրիստոսը գա իշխի այս աշխարհի մեջ։ Բայց մենք իբրև մարդիկ, իբրև քրիստոնյաներ կոչված ենք այն մարդիկ, ովքեր որ կոչված են փրկության, նրանց այդ ավետարանը բերելու, մարդկանց փրկության առաջնորդելու համար։ Ուրեմն Պողոս առաքյալը իր կոչումը Տիրոջից ունի։ Հետարքիր մի բան է, չէ՞ որ այսօր շատ մարդիկ արթնանում են, ասում են ես կոչում ունեմ։ Մեկ ասում է ես մարգարե եմ, ես մեկը բուժումներ եմ կարողանում, ես տեսիլքներ եմ տեսնում, ես այս եմ։ Ումից ստացար այդ ամենը։ Ուրեմն սա շատ կարևոր է, դու ումից ստացար։ Տեսեք, ես քահանա եմ, չէ՞։ Իմ քահանայությունը որտեղից է գալիս։ Հիսուս Քրիստոսից։ Ուրեմն Հիսուս Քրիստոս ձեռնադրեց առաքյալներին, առաքյալները ձեռնադրեցին եպիսկոպոսներ, երեցներ, եւ այսպես հաջորդաբար այդ ձեռնադրությունը դրա համար պատարագ երբ որ մեկը պիտի քահանա ձեռնադրի, եպիսկոպոսը իր ձեռքը դռնում այդ առաքելական հաջորդականությունն է փոխանցում ինձ եւ հետո մերոնով օծում է որ Սուրբ Հոգուց օծում ունես, այսինքն առաքյալներից եկած եպիսկոպոսի միջոցով եմ ստանում այդ օծումը։ Ցավոք սրտի բոլոր ժամանակների մեջ այս մեղքը, որ ինքնակոչ մարդիկ են եղել, ինչ է կոչվում սիմոնականություն, այսինքն երբ որ դու փողով ես առնում կամ ինքդ քեզ ես վերագրում այդպիսի բաներ։ Որտեղից է այս դեպքը վերցած, երբ որ մենք կարդում ենք Գործք առաքելոցը, Սիմոն անով մի մոգ կար, չէ՞։ Ասում եմ, երբ որ տեսա, որ առաքյալները դևերին հալածում են, հրաշքներ են գործում, ասաց ինչքան գումար տամ, որ ինձ էլ այդ շնորհը տակ, ես էլ, այսինքն ուզում եմ շնորհը գնել, որպեսզի ինքը հարստանա դրա մեջ։ Ինչպես որ այսօր շատ շատերն անում են, թուղթ ու գիր են անում, բախտագուշակում, մոմ թափողներ են, իրենք փող են աշխատում դրանով։ Սա այս ամենը օգտագործում են մարդկանց հույզերի հետ խաղալով, խաբելով, իրենք դրամ են շահում, մարդկանց էլ մոլորեցնում են։ Երբ որ առաքյալները հրաժարվեցին, սա ինչ արեց։ Ասում է գնաց մեկին ասաց դևին դուրս արի, ասում է դևն ասաց Քրիստոսին ճանաչում եմ, ապրես, Պետրոսին ճանաչում եմ, դու ով ես։ Ասում է հարցակվեց Սիմոն մոգի վրա ու սպանեց։ Ուրեմն տեսեք Պողոս առաքյալը դեմեր ասում է Պողոսը Աստծո ծառան եւ Հիսուս Քրիստոսի առաքյալը, որ կոչում ունի, այսինքն Քրիստոսից է կոչված եւ մարդկանց ինչ անելու, ասում է հավատքի բերելու եւ ճշմարտության գիտությանը հասցնելու։ Ուրեմն երկու նպատակ պետք է ունենա այն մարդը, որ Աստծոս կոչում ունի, մարդկանց հավատքի բերել, հավատքը ուսուցանել եւ ճշմարտության գիտությանը հասցնել։ Ուրեմն Աստծո ընտրյալները, չէ՞, այստեղ ասում, Աստծո ընտրյալները ովքեր են։ Ասում է ես կոչված եմ Աստծո ընտրյալներին հավատքի եւ ճշմարտության գիտության։ Ովքեր են Աստծո ընտրյալները, սիրներ։ Աստծո ընտրյալները ովքեր են։ Մենք շատ ենք, չէ՞, մենք ընտրյալ ժողովուրդ ենք։ Աստծո համար կա որ ինչ որ մի ժողովուրդ ընտրյալ է, մի մարդ, որ ինքը Աստծո համար հաճել է, բոլորը մերժել են։ Ուրեմն ովքեր են Աստծո ընտրյալները։ Լավ գիտեք։ Նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին։ Ապրեք, նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, նրանք Աստծո ընտրյալներ են, այսինքն ոչ միայն հավատում որ Հիսուս կա, Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ են ընդունում։ Նրանք են Աստծո ընտրյալները, այսինքն դուք, որ հավատացիք Հիսուս Քրիստոսին, մկրտվեցիք Հիսուս Քրիստոսի անունով, դուք դարձաք Աստծո ընտրյալներ։ Եվ մեր նպատակն է Պողոս առաքյալը, հետո բոլոր հոգևորականների եկեղեցու առաքելությունն է ձեզ հավատքի կյանք սովորեցնել եւ ճշմարտության գիտությանը հասցնել։ Այ երբ որ հոգե գալուստը եղավ, Գործք առաքելություն, երբ որ Հիսուս ասաց առաքյալին գնացեք Երուսաղեմ, սպասեք մինչև Սուրբ Հոգու Մխիթարիչի գալուստը, ուրեմն Սուրբ Հոգին իջավ, բոլորը լեզուներ չխոսեցին եւ Պետրոս առաքյալը այդ օրը ճառ խոսեց եւ մոտարապես 3000 հոգի հավատաց։ Ինչ ասացին, ասին մենք ինչ անենք։ Ասես դուք պետք է հավատաք Հիսուս Քրիստոսին, մկրտվեք նրա անունով եւ նրանից հետո կստանաք շնորհները Սուրբ Հոգու։ Ուրեմն պետք է հավատալ եւ մկրտվել։ Հիսուսը ասում է, եթե մեկ ուզում է փրկվի, պետք է հավատա եւ մկրտվի։ Ուրեմն միայն հավատալը Հիսուս Քրիստոսին բավական չէ, այլև անհրաժեշտություն է Հիսուսի անունով մկրտվել եւ Հիսուսին հռչակել քո կյանքի Տեր եւ Փրկիչ։
Երբ որ դու Հիսուսին այդպես ճանաչում ես իբր քո կյանքի Տեր եւ Փրկիչ, ուրեմն դու դառնում ես Աստծո ընտրյալ։ Ուրեմն պետք է հավատքի բերել։ Ինչ ասել է հավատքը։ Հավատքը ո՞նց է մեր կյանքի մեջ։ Միայն խոսքով ասում ենք հավատում ենք ու վերջ մենք դարձանք հավատք ունեցող մարդիկ։ Վերջ։ Ուրեմն հավատքն է նշանակում է ինչ։ Վստահել։ Երբ որ ես հավատում եմ Աստծուն, նշանակում է դու նաև վստահում ես Աստծուն, քո կյանքը, քո փրկությունը, քո Աստված ճանաչողությունը վստահում ես Աստծուն։ Եվ այդ վստահությունն է, որ քո մեջ պետք է օրեցօր հասունանա։ Մենք տարիներ առաջ նույն հավատքի մեջ էինք, շատ բաներ գիտենք, թե կամաց մինչև այսօր սովորում ենք, չէ՞։ Եվ ինչպես է ասում Սուրբ Գիրքը, հավատքը լսելուց է, չէ՞, զորանում։ Այսինքն ամեն անգամ նոր բան սովորելով, նոր բան կարդալով մեր հավատքը զորանում է։ Ուրեմն մենք պետք է այդ մակերեսային, նույնիսկ երեխայական, հեքիաթային հավատքից բարձրանալ, գիտակից հավատք ունենալ։ Այսինքն հասկանալ, որ միայն հավատալը մեկ անգամ խաչականգվելը, փառքը շատ Տեր Աստված ասելը, սա հավատք չէ։ Հավատքը մեզ ուր է բերում Աստված ճանաչողության, այսինքն ճշմարիտ գիտությանը։ Ուրեմն ճշմարտությունը ինչ է։ Ինչ է ճշմարտությունը։ Երբ որ հիշում եք Հիսուսին տարան Հերովդեսի մոտ, Պիղատոսը որ ուղարկեց, իմացավ որ Հիսուս Գալիլեացի է, ասաց տարեք Հերովդեսի մոտ, երբ որ Հիսուս ասաց ես եմ կյանքը, ճշմարտություն, ասաց ինչ է ճշմարտությունը։ Մեր կյանքի մեջ ճշմարտությունն ինչ է։ Ո՞վ է ճշմարտությունը, լավ այսպես ասեմ։ Ապրեք։ Հիսուս Քրիստոս ինքն է ճշմարտությունը։ Այսինքն մենք պետք է հասնենք այդ ճանաչողությանը Հիսուս Քրիստոսին։ Շատ մարդիկ կարող են, օրինակ այսօր շատ մարդիկ կան, որ Հիսուսին որպես մարգարե են ընդունում։ Օրինակ մահմեդականության մեջ, իսլամի մեջ Հիսուս մարգարե է։ Այդպես էլ իրենք ընդունում են, բայց ոչ Աստծո որդի։ Շատ քրիստոնյաներ կան, ովքեր մկրտված են, բայց իրենց համար Հիսուս հրաշագործ է։ Կամ բժիշկ է, կամ առաքինությամբ, սրբությամբ ապրած կատարյալ մարդ էր, բայց ոչ երբեք Աստված։ Ուրեմն պիտի հասնես Հիսուս Քրիստոսի Աստված ճանաչողությանը։ Իսկ մեղքի մեջ ապրող մարդուն այս ճանաչումով պետք է հասնի։ Եթե դու մեղքի մեջ ես ապրում, Քրիստոսին ճանաչելով պիտի կարողանաս մեղքից դուրս գալ։ Ուրեմն այս Աստված ճանաչողությունը պետք է, որպեսզի մարդը ճշմարիտ գիտություն, այսինքն աս Քրիստոսի ճանաչողություն ուներ կյանքի մեջ։ Ուրեմն երբ որ մեկը ինքը չի փնտրել Քրիստոսին, շատ հեշտ է այստեղից այնտեղից խոսել, լսել։ Ուրեմն նշանավոր մի քաղաքական գործիչ Չարլզ Քոլսոն, ուրեմն ինքը եղել է Ամերիկայի Նիքսոն նախագահի խորհրդականը, երբ որ ինքը մեծ դարձ է ունենում, դառնում է քրիստոնյա, ինքը հիմնադրում է նաև բանտարկյանների եղբայրություն քրիստոնեական, այսպիսի մի հիմնա, որ գնում էր բանտարիում քրիստոնեություն քարոզելու, եւ ասում մի օր ինձ հրավիրեցին բանավեճի, ընդդիմախոսը սենատոր էր, ամերիկյան սենատի անդամներից մեկը, եւ անհավատ։ Եվ ասում է ամեն անգամ ինձ հակադարձում էր, ասում է, ես գիտեի իր բռնած մարտավարությունը ոնց պիտի փորձի ինձ խանգարել քրիստոնեություն նվաստացնել, ասում է, ես ինձ հետ Սուրբ Գիրքը վերցրեցի։ Ասում է, երբ որ ինքը հարձակվեց ին վրա, որ ձեր գրքում այսպես է գրված, այնպես է գրված, ասում է, Գիրքը վերցրեցի, ասի, ցույց տուր, որտեղ է գրված, ասում է, այսպես հետ քաշվեց, եւ հասկացա, որ ինքը երբեք չի բացել այս Գիրքը։ Պարզապես այստեղից այնտեղից լսել է Քրիստոսի մասին, ճշմարտության մասին, հավատքի մասին եւ իր փորձում է համոզել։ Ասում այդտեղից ասում է ինքը նահանջեց, ես մեր ընդդիմու խոսությունը, երկխոսում մեջ հաղթեցի։ Քրիստոնեությունը այդտեղ հաղթանակ տարավ։ Ուրեմն մեր կյանքի մեջ էլ, երբ որ մեկը ինքը Սուրբ Գիրքը չի բացել կամ հավատքի կյանք չի ունեցել, ինքը չի աղոթել, աղոթքի զորություն, աղոթքի ջերմությունը, բուժից ուժը չի զգացել, ինքը շատ հեշտությամբ կարող է ծաղրել աղոթքը։ Մեկը, որ ինքը Սուրբ հաղորդություն չի ստացել, իր համար դա պարզապես հավաքվում են մարդիկ իրար հետ, ինչ որ բան են անում, հաց են ուտում։ Բայց մենք Քրիստոսին ենք ճաշակում եւ միակն է, որ մենք Աստծուն տեսանյորեն զգում ենք եւ ճաշակում ենք մեր կյանքի մեջ։ Դրա համար ասում է, որ Աստված ճանաչողության գիտությունն է։ Ուրեմն մարդը պետք է փրկվի հավատքով եւ ճշմարիտ Աստված ճանաչողությամբ։ Միայն հավատալ, որ Քրիստոս Աստված է, բայց չճանաչել, դու չես կարող փրկել։ Թովմասը ինչ ասաց։ Հիշում եք, երբ որ Հիսուս երևաց հարությունից հետո աշակերտներին, Թովմաս առաջին անգամ այդտեղ չէր։ Երբ որ առաքյալները պատմեցին, ասաց. «Մինչև ձեռքս չշոշափի նրա խոցված ձեռքերը, ձեռքս չմցնեմ կողը, չեմ հավատա»։ Եվ Հիսուս երբ որ հայտնում է, ասում է. «Թովմաս, արի»։ Երբ որ դնում է, ինչ է բացականչում. «Տերիմ եւ Աստվածիմ»։ Ուրեմն ասում է դու տեսար եւ հավատացիր, բայց նրանց ովքեր չեն տեսնի, բայց կհավատան։ Ուրեմն այս Աստված ճանաչողությունը հավատը, դու կարող ես հավատալ, բայց Աստված ճանաչողություն չունենալ քո կյանքի մեջ։
Այսօր մեր ժողովրդի մեծ մասը հավատում է, փառքը Տեր Աստված, ինչ խոսում ես առաջ Աստված տեսնենք ինչ կասի, Աստծո կամքով կլինի, բայց ինքը Աստծուն չի ճանաչում։ Չունի այդ Աստված ճանաչում, որովհետև հավատքի իրական կյանքը չի ապրում իր կյանքի մեջ։ Ուրեմն սա էլ պետք է լինի աստվածապաշտությամբ, այսինքն պետք է դու աստվածապաշտության կյանք ապրել։ Օրինակ շատերի համար, ասում ես, երբ որ գնանք ժամերգության, գնանք պատարագի, ասում են, ինչ կարևոր է գնալ ժամերգության, ինչի՞դ է պետք, կամ պատարագին, տունը չես կարող նստել աղոթել։ Կարող ես նստել աղոթել, բայց աստվածապաշտությունը, այսինքն այդ գործողությունը եկեղեցում է կա։ Մեր տան մեջ պատարագ չի մատուցվում, չէ՞։ Մենք տանը պատարագ ենք մատուցում, ոչ։ Այսինքն միայն մենք եկեղեցում կարող ենք Քրիստոսի մարմինն ու այրոնը ճաշակել։ Ուրեմն պիտի գնաս այդ պատարագը ինչ է, ամբողջ Քրիստոսի զոհաբերությունն է, չէ՞։ Աշխարհ գալը, չարչարվելը, խաչելը, իր փրկությունը մեզ տալը եւ երկինք բարձրանալը։ Ուրեմն դու ես ամբողջը 1.5-2 ժամվա ընթացքում դες ամբողջ ավետարանը Քրիստոսի երկրավոր կյանքը դու պատարագի ընթացքում ապրում ես։ Երբ որ ասում ես առեք կերեք սա իմ մարմինն է, առեք խմեք սա իմ արյունն է, դու մտովի տեղափոխում ես, չէ՞, արդեն վերնատուն, նստած ես դու էլ առաքյալների հետ մեկտեղ, դու ես այդ բաժակը վերցնում, դու ես Քրիստոսի ձեռքից այդ հայցը ճաշակում եւ հասկանում ես, որ շատ կարեւոր բան է։ Սուրբերից մեկ ասում է, պատարագը մի բացասական բան ունի։ Ինչ է։ Որ 2 ժամ հետո վերջանում է։ Այսինքն կարճ է։ Չէ դու մտնում ես պատարագի մեջ, դուք հիշում եք ձեր տանեսպային ինչ խնդիր կար, ինչ հոգս ունեք։ Չէ դու կտրվում եք, մենք ամբողջը մեկ էլ վերջանում ենք, տեսանք որ 2 ժամ անցել է, նորից եկանք աշխարհ։ Ուրեմն սա է բացասական բանը պատարագի, որ վերջանում է։ Մենք ամբողջ օրը չենք կարող 24 ժամ, բայց երբ որ մենք աղոթական կյանքի մեջ ենք, այդ զգացողություն ունենք։ Ուրեմն Աստված պաշտության կյանք ապրելով այս աշխարհում, մենք հասնում ենք այս հավատքի ճշմարիտ գիտությանը եւ ճանաչողությանը։ Ուրեմն տեսեք ինչքան կարեւոր բան է, չէ՞ Պողոս առաքյալի խոսքը։ Ուրեմն Աստծո ծառան Հիսուս Քրիստոս առաքյալը կոչում ունի Աստծո ընտրյալներին, Քրիստոսին հավատացող Տեր եւ Փրկիչ հռչակած ժողովրդին հավատքի ճշմարիտ Աստված ճանաչողության կյանքը բերել աստվածապաշտության ճանապարհով։ Եվ տեսեք Գործք առաքելուց մեջ ինչ է ասում։ Այս բանը լսելով հեթանոսներն ուրախացան եւ փառավորում են Տիրոջ խոսքը եւ ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար հավատացին։ Նրանք ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար հավատացին Աստծո խոսքին, որովհետեւ չկա աշխարհում ուրիշ անուն, քան Հիսուս Քրիստոսի անունը, որով մենք կարող ենք փրկվել։ Մեզ ոչ ոք այս աշխարհում չի կարող փրկել, մենք Հիսուս Քրիստոս պիտի փրկվի, մեր փրկիչը ինքն է, սիրելիներ։ Մենք միայն Հիսուսով պիտի մտնենք հավիտենական կյանք։ Առանց Հիսուս Քրիստոսի ճանաչելու, զգալու, ապրելու մենք փրկություն չունենք։ Իսկ Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի մեջ ասում է. դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների սիրուն, որպես նրանք էլ հասնեն փրկության եւ երկնային փառքին, որ Քրիստոս Հիսուսի միջոցով է։ Ուրեմն Պողոս առաքյալն ասում է դրա համար բանտում ամեն տեսակ նեղություններ եմ համբերում հավատացյալների սիրուն, ընտրյալների սիրուն, որպես իրենք էլ Հիսուս Քրիստոսի միջոցով հասնեն փրկության։ Երկրորդ համարի մեջ շարունակելով ասում է առաքյալը. եւ հավիտենական կյանքի հույսով, որը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ։ Այսինքն մեր հավատքի Աստված ճանաչողության գիտությանը հասնել Աստված պաշտպանության նպատակը ո՞րն է։ Հավիտենական կյանքի հույսը։ Աստված ինչ չի կարող անել այս աշխարհի մեջ, սիրելիներ։ Ինչ չի կարող Աստված անել։ Այսինքն Աստված ամենակարող է, չէ՞։ Բայց մի բան կա, որ Աստված չի կարող անել, ինչ։ Սուտ չի կարող խոսել։ Սուտ չի կարող խոսել։ Ասում է անսուտ Աստված ժամանակներից առաջ ասա, այսինքն Աստված չի կարող սուտ խոսել։ Երբ Աստված որոշեց, որ մեզ պիտի փրկի, երբ որ Ադամն ու Եվան պտուղը ճաշակեցին, մեղքի մեջ հայտնվեցին, այդ ժամանակ Աստված որոշեց ծրագիր կազմի մարդուն փրկել։ Ոչ, այսինքն ժամանակն է, դեռ ոչ մի բան չկար, աշխարհը չկար, դրախտը չկար, մարդը չկար, ամեն ինչից առաջ Աստված ծրագիր ուներ մարդուն փրկելու համար։ Այս ամենը հավատք, Աստված ճանաչողություն, աստվածապաշտությունը մեզ համար է։ Ինչ է մեզ համար կարևոր։ Մենք քրիստոնեական կյանքին ինչի մենք չենք հետևում, ինչու համար, որ ինչ պիտի անենք մենք։ Ինչ ենք մենք քրիստոնեական կյանքով ապրում, լավ, սենց հարցը տա։ Հա՞։ Որ քրիստոնյա ենք կամ քրիստոնյա ընտանիքում ենք ապրում, դրա համար ենք մենք քրիստոնյա։ Ուրեմն ո՞րն է մեր նպատակը։
Հավիտենական կյանքի հույս ունենք, հույսը, սիրելիներ։ Այսինքն ես չեմ դարձել հոգևորական, որտեղ մեր տանը բոլորը հոգևորական են, չէ, մեր տանը հոգևորական չկա, իմ ազգի մեջ չկա։ Ես չեմ դարձել քրիստոնյա, որտեղ բոլորը քրիստոնյա են, դրա համար չէ։ Ուրեմն մենք հավիտենական կյանքի հույս ունենք։ Դրա համար ենք փորձում քրիստոնյա վայել, կյանքով ապրել այս աշխարհի մեջ։ Եթե մեր կյանքի նպատակը ծնվել, ուտել, խմել, մեռնելն է, սա նույն բանը կենթանին է, չի անում։ Այսինքն թռչուններն են արթնանում, այդ նույն բանն են մտածում։ Կենթանիները մենք ինչով ենք տարվում, որտեղ մենք ուզում ենք ապրել, հավիտենական կյանք ունենալ։ Մեր ամբողջ նպատակը այդ հավիտենական կյանքը ժառանգելն է։ Ուրեմն ինչպես պիտի անենք, որ այդ հավիտենական կյանքը ժառանգենք։ Սա սովորեցնում է մեզ, որ մենք այս կյանքում ժամանակավոր ենք, չէ՞։ Այսինքն երբ որ դու գիտակցում ես, որ այս կյանքում ժամանակավոր ես, քո ամեն ինչ փոխվում է։ Ովքեր որ մեծ եք արդեն, մինչև 40 տարեկան է, դրանից հետո նույն ձև եք մտածում։ Չէ։ Այսինքն մինչև 40, մի քիչ էլ ավել, ամեն օր նոր բան, չէ՞, ավելացնել, ստեղծել։ Հետո պատրաստ եք այդ ամենը տալու, ձեր կորցրած ժամանակը վերադարձնելու, ձեր սխալները շտկելու կամ այն բաց թողումը, սերը, հոգատարությունը, որ ժամանակի մեջ չօգտագործել եք այլ բանի համար, այս ամենը վերականգնելու։ Երկրորդը ձեր աչքին արդեն ամեն բան երկրորդական է, չեք ուրախանում, վայ նոր շոր գնեցինք, վայ չէ, արդեն մտածում ենք մեր առողջությունը ոնց պահենք, ոնց մի քիչ էլ ապրենք Քրիստոսին ճանաչելու համար։ Այ որ պահից այս մտքի մեջ, երբ որ մարդը գիտակցեց, որ ինքը ժամանակավոր է այս աշխարհի մեջ, ինքը այս աշխարհի մեջ չի կարող հավերժ ապրել, իր նպատակը այլ տեղ է, հավիտենական կյանքի հույսով ապրելն է, այդ ժամանակ պիտի դու կարողանաս փոխվել։ Մի օր մի ծերունի, որ տղա ուներ, եւ տղան անհավատ էր։ Մահվանից առաջ տղային ասում է, տղաս ասում է, խոստացիր ինձ, որ 40 օր իմ մահից հետո ամեն օր 15 րոպե կնստես իմ մահճակալին եւ կնայես այս սրբապատկերին։ Եվ 40 օր հետո տղան դառնում է շատ ջերմերանդ հավատացյալ։ Այսինքն այդ ամբողջ ժամանակ, որ հայրը խնդրել էր, չէր աղոթել, չէր փնտրել Քրիստոսին, բայց 15 րոպե օրը, երբ որ իր հոր մահճակալին նստած նայում էր այդ սրբապատկերին, աղոթք էր անում, իր կյանքի մեջ դարձ ունեցավ։ Այ երբ որ մենք էլ մեր կյանքի մեջ որ 15 րոպե ամեն օր նստենք ու նայենք Քրիստոսին ու հարցնենք Տեր ինչ ես ուզում, մեր կյանքի մեջ էլ շատ բան պիտի փոխվի։ Մենք անդադար վազքի մեջ ենք, ժամանակ չունենք, նույնիսկ օրվա մեջ մեր սիրելիներից շատ քչերին ենք հասցնում, չէ՞, զանգել, խոսել, տեսնենք ինչպես եք, ոնց արեցիք, ասում ենք ժամանակ չկար կամ չհասցրեցի։ Ուրեմն այս կյանքի հույսն է, որ մեզ ուժ է տալիս համբերել, չէ, հավիտենական կյանքի հանդեպ ունեցած հույսը ուժ է տալիս համբերել այս կյանքի նեղություններ, դժվարություններ, փորձություն, հալածանք, պատերազմ, ինչ դժվարություններ որ կա կյանքի մեջ։ Պողոս արաքյալը մի շատ գեղեցիկ խոսք ունի, ասում է դժվարությունները մարդուն փորձառու են դարձնում։ Փորձառությունը մարդուն բերում է տոկունության, տոկունությունը բերում է համբերության, իսկ համբերությունը բերում է հույսին, իսկ հույսը երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Այսինքն այս ամենը քեզ բերում հասնում եք հույսը Քրիստոս ինքն է։ Քրիստոսը երբեք մարդուն չի թողել ամոթով։ Ուրեմն այս ամեն ինչ որ մենք անում ենք, նպատակը մեկն է՝ հավիտենական կյանքի հույսը։ Ուրեմն այս հույսի խոստումը Աստծո կողմից է, չէ՞, մեզ խոստացված։ Այսինքն որևէ մեկը մեզ չի ասել, Աստված ինքն է խոսել, դրա համար ասացի է սկզբում, Աստված կարող է սուտ խոսել, ոչ։ Ուրեմն Աստված է խոստացել եւ Աստված այդ սուտ չխոսելով իր անսուտ ճշմարտությամբ ժամանակներից առաջ մեզ համար փրկություն է պատրաստել։ Մենք ո՞նց պիտի այդ փրկությանը հասնենք։ Ծնվեցինք։ Ուրեմն բոլոր մարդիկ, հիմա մարդիկ շատերը միշտ այս հարցին տալիս են, որ հիմա մուսուլմաններն ինչ անեն, բուդդիստներն ինչ անեն, որ իրենք այնտեղ են ծնվել, Քրիստոսին չեն ճանաչում։ Ուրեմն Աստված այդ բոլոր մարդկանց պիտի սպանի։ Ուրեմն բոլոր մարդկանց այս աշխարհի մեջ, նույնիսկ Հայաստան աշխարհի մեջ, քրիստոնյա պետությունների մեջ բոլորին հնարավորություն տրված է Քրիստոսին ճանաչել։ Դրա համար Տերն ասում է, մինչև այս ավետարան աշխարհի բոլոր անկյուններում, նույնիսկ ամենափակ վայրերը մինչև չհասնի, չի գալու Տիրոջ գալուսրեմ, բոլոր մարդկանց համար Քրիստոսի լուրը հասանելի է, բայց մարդը ինքը պիտի որոշի այդ լուրը ընդունում է, թե չի ընդունում։ Այդ նամակ հրավերը քեզ ուղարկված է, որ դու հրավիրված ես իմ հարսանյաց խնջույքին մասնակցելու հավիտենական կյանքի մեջ։ Դու ես որոշում գնալ թե չգնալ։
պատասխանողը դու ես եւ Եսայի մարգարեության մեջ ասում է քո առջև երկու ճանապարհ եմ դնում կյանքի օրհնության եւ անեծքի ու մահում բայց ասում է լավ կլինի որ դու ընտրես կյանքի եւ օրհնության ճանապարհը ուրեմն այդ ճանապարհի ընտրությունը քորն է իսկ Դավիթ մարգարեն ասում է ինչ է մարդը մի ստվերի պես մի պահ երևում է ու անհետանում բայց այս ամբողջ ընթացքը տագնապում է գանձ է դիզում չիմանալով ում համար եւ ինչի համար ուրեմն որ պահին որ մարդը ինքը գիտակցի որ իր կոչումն էլ ժամանակավոր է այս աշխարհի մեջ, ինքը շատ-շատ պիտի փոխի իր կյանքը։ Ցավոք սրտի մենք մարդիկս նաև ծածուկ մեղքեր ունենք, որ սիրում ենք այդ մեղքերը, անդադար ուզում ենք կապված մնալ այդ մեղքերի հետ։ Ես հիշում եմ, որ մի երիտասարդ եկավ իր մեղքերից խոսեց, արգելեց, ասաց կլինի այս մեկը չանեմ, բայց այս մեկը անեմ, էլի մի քիչ էլ անեմ այս մեղքը, Տեր հայր։ Դժվար է ինձ հրաժարվել։ Այս մեկը հստակ չեմ անի, բայց կարող եմ այս մեկը մի քիչ էլ անել նոր հրաժարվել։ Ուրեմն տեսեք մեղք ինչքան սիրելի կարող է դառնալ մարդու համար, որ դու մեղքը սիրել ես, այդ ժամանակավորը սիրելով կորցնես քո հավիտենական կյանքը։ Իսկ Աստծո նպատակը մեկն է, որպեսզի Հիսուսին ճանաչելով մեր հավատքով հասնենք այդ հավիտենական կյանքին։ Երրորդ համարի մեջ ասում է, բայց հայտնեց իր խոսք իր ժամանակին քարոզությամբ, որին ես հավատարիմ եղա ըստ մեր փրկիչ Աստծո հրամանի։ Ուրեմն հավիտենական կյանքի խոստումը Տերը հայտնեց իր ավետարանով։ Այսինքն Հիսուս Քրիստոսով։ Հիսուս մեր բարի լուրն է, չէ՞, մեր ավետիստն է Հիսուս այս աշխարհում։ Իր խոստումը հայտնվեց Քրիստոսով։ Եթե մինչև այդ պահը շատ շատերի համար անտեսանելի էր, զգալի չէր, երևակայելի էր միայն տեսանելի չէր, Դիլիջանում մի գերեզմանափոր ունենք, ամեն անգամ ինձ ասում է, տեսար Տեր, այսօր փորեցի, ոչ մեկ սաղ դուրս չեկավ այստեղից, բայց ինչին հավատամ։ Կան այսպիսի մարդիկ, որոնք տեսանելի բաներ են փնտրում այս կյանքի մեջ։ Հիմա Քրիստոսով հայտնվեց մեզ։ Քրիստոս եկավ ինչու ապրեց այս աշխարհի մեջ, որպեսզի հանկարծ մարդիկ չասեն, որ մենք մի Աստծո ենք հավատում, ով մեր պետքերի, մեր կյանքին ծանոթ չէ։ Իբրև մարդ ծնվեց, բոլոր նեղությունները, դժվարությունները, բացի մեղքից Հիսուս մարդու պես է, միայն մեղք չի գործել, մնացած բոլոր դժվարությունները, փորձությունները Հիսուս անցել է այս աշխարհի մեջ, որպեսզի ցույց տա, որ ինքը հաղորդ է մեր կյանքին, գիտե ոնց ապրել այս աշխարհի մեջ ու հասնել այդ փրկությանը։ Եվ նպատակը մեկն էր, Քրիստոս ոչ միայն քարոզեց, այլև ապրեց, գործեց եւ սա փոխանցեց մեզ։ Եվ նույնիսկ փարիսեցիները, որ Հիսուսին ատում էին, չէին սիրում, Հիսուսին ասացին, վարդապետ, գիտենք, որ դու անաչառ մարդ ես, ինքն մարդկանց մեջ տարբերություն չես դնում։ Ուրեմն յուրաքանչյուր մարդ էլ կոչված է այս փրկությանը ավետարանով։ Նրա կյանքի գնով ենք մենք հասել, չէ՞, այս փրկությանը։ Հիսուս ինձ համար, ձեզ համար, այս աշխարհի համար խաչվել է, իր կյանքը զոհաբերել է, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Այսօր ավետարանը, որ քարոզում է, ճշմարտությունն է։ Ցավոք սրտի մարդիկ այս ճշմարտությանը չեն հավատում։ Օրինակի համար, երբ որ հատկապես գիտնականները Սուրբ Գիրքը կարդում են, պարզվել է, որ այսօրվա կետերը, չէ, մեծ ձկները մանր ձկներով են, չէ, որովհետև նրանց այս կերակրափողը 10 սանտի է, սանտիմետր լայնությունից միայն մանր ձկներ կարող է ուտել, մարդը չի կարող մտնել։ Եվ գիտնականը, որ կարդում ասում է, հես է, սա հակասում է գիտությանը, սա հեքիաթ է, չի կարող սա ճշմարտություն է։ Իսկ նահատակ սուրբերից մեկն ասում է, թե այդ հեքիաթը գրված է այս գրքի մեջ, ինձ համար դա բացարձակ ճշմարտություն է։ Այսինքն Աստծո համար անկարելի ոչինչ չկա։ Եթե Աստված հրամայի, անգամ սատանան նրա կամքը պիտի կատարի, սատանայի միջոցով պիտի կատարի։ Չգիտեմ, հիշում եք այս պատմությունը, մեկին Աստծուց ամեն օր օգնություն է խնդրում, սատանան լսելով ասում է արի տանեմ, ես տամ, թող ինձ փառավ, եթե դուրը ծեծում է, տալիս եմ, փառքը շատ Տեր Աստված, ասում եմ, բայց սատանան է ուղարկել այս ամենը քեզ, ինչ ես Աստծուն փառք տալիս, ասում է, թե Տերը կամենա, սատանան էլ կծառա իր գործի համար։ Ուրեմն եթե Տերը կամենա, սատանան էլ Աստծո գործը կանի, սատանայի գործելա ոճի միջոցով էլ շատ-շատերը դարձ կունենան եւ փրկություն կունենան։ Ուրեմն մենք Քրիստոսի կյանքի գնով են գնված եւ տեսեք առաջին Կորինթացիս նամակի մեջ ասում է, եթե կամովին եմ անում այդ, վարձ կա ինձ համար, իսկ եթե ակամա, ծանր պարտականություն է ինձ հանձնված։ Եթե մեկը կամավոր է հավատում Քրիստոսին, ոչ թե որպես պարտականություն, եթե մեկը իր ցանկությամբ, իր սիրով է գալիս պատարագի, ժամերգության, Սուրբ Գիրք է կարդում, աղոթում է, ինքը վարձ ունի, բայց եթե դու որպես պարտականություն ես անում, ասում է, ծանր բեռ է դրված ինձ վրա։
Դա սիրո արտահայտություն չէ։ Նեղության, դժվարության, փորձության ժամին Տիրոջը դիմելը շատ լավ է, նշանակում է դու միակույսդ մնացել է Տերը։ Բայց սա սեր չէ Աստծո հանդեպ, սա Տիրոջ սերը չարաշահել է, Տիրոջ համբերությունը չարաշահել է, Տիրոջ ողորմությունն ու ներողամտությունը չարաշահել է, որովհետև դու գիտես ինչ էլ անես, ինքը քեզ պիտի ների։ Այո, պիտի ների Տերը, ներողամիտ է ները, բայց դու էլ պիտի իմանաս, որ պարտականությամբ չպետք է ասել, քո ազատ կամքով ցանկությամբ պիտի անես։ Երբ որ Տերը մարդուն ազատեց, մեղքից փրկեց, նորից չպարտադրեց, որ միայն իրեն պիտի հավատան, թողեց մարդուն իր ազատ կամքի մեջ, որպեսզի մարդը ազատորեն իրեն փնտրի։ Ուրեմն փրկիչ Աստծո հրամանի։ Ուրեմն Հայր Աստված փրկիչ է համարվում Պողոս Արաքելը միայն հովվական այս նամակների մեջ, որ Հայր Աստված է։ Մնացած տեղերում Հիսուս Քրիստոսն է։ Հավանաբար նրա համար է այս տողերը այստեղ գրված, որ Պողոս Արաքելը այս բանտարկության ժամանակներում շատ փորձություններ, նեղություններ ստեսավ եւ Աստված միշտ իր օգնությունը անպակաս թողեց նրան փրկեց, դրա համար ասում է Հայր Աստված իմ փրկիչն է։ Իր վերահոս օգնությունը միշտ ուղարկեց Պողոս Արաքյալին։ Տեսեք սիրելիներ, մենք շատ հաճախ մարդիկ ինչ որ խոսում ենք, այս սխալը հոգեորականի մեջ էլ կան, ինչ ասում են Աստված ասաց, ասենք Հիսուս Քրիստոսի խոսնել են ասում Աստված ասաց, Հայր Աստծո խոսներ, Սուրբ Հոգու խոսնել, Աստված ասաց, չէ, Հիսուս Քրիստոս ասաց, Հայրը ասաց, Սուրբ Հոգին ասաց։ Ուրեմն Հայր Աստված է, որ այստեղ Պողոս Արաքյալին փրկել իր ապավինությունը, որովհետև Աստծուն որպես Հայր սիրելը շատ կարևոր է։ Օրինակ հрьяաների համար ես ձեզ ասել եմ, որ իրենք երբեք Աստծուն Հայր չեն համարում, մեղք են համարում Աստծուն Հայր ասելը։ Դրա համար երբ որ Հիսուսը ես եւ Հայրս մի ենք, ասում է շորերը պատրեց, ասեց, «Էլ ինչ ապացույց հայոյեց Աստծուն»։ Աստծուն Հայր կոչեց։ Նրանց համար Աստված չէր կարող հայրել։ Մենք միայն աշխարհում քրիստոնյաներն են, որ Աստծուն Հայր են կոչում, որովհետեւ մեր Հայրն է։ Նա ուզում է, որ մեր ընտանիքի անդամը լիներ։ Հայրը ուզում է, որ մենք իր զավակները լինենք։ Իբրև զավակներ Հայրը ապրենք միասին սիրո խաղաղության մեջ։ Եվ դրա համար, երբ որ Հիսուս ծնվեց, հրեշտակներն էլ ավետեցին Աստծուն փառք բարձունք, այսինքն ձեր հոր փառքը վերադարձրեք, հաշտվեք իրար հետ, որպեսզի խաղաղություն լինի երկրի վրա։ Սա է հոր կամքը այս աշխարհի մեջ։ Դրա համար Պողոս Արաքյալը այս նամակների մեջ Հայր Աստծուն է իրեն փրկիչ համարում։ Եվ այսօրվա վերջին 4-րդ համարը Տիտոսին հասարակած հավատի մեջ իմ սիրելի որդուն շնորհ եւ խաղաղություն Հայր Աստծուց եւ մեր փրկիչ Հիսուս Քրիստոսից։ Ուրեմն տեսեք սիրելիներ, Պողոս Արաքյալը հրյա էր, գիտեք, փարիսեցի էր, Տիտոսը հույն էր եւ հեթանոս էր եղել, հետո էր դարձել քրիստոնյա, բայց ինչ է ասում իմ հասարակած սիրելի որդուն։ Եվ Գործ Կարաքելոցի մեջ այս տողերը այսպես է ասում է իսկ Տիտոսը, որ ինձ հետ էր, թեև հեթանոս, չպարտավորվեց թլպատվել հակառակ նրա ներս սպրտած սուտ եղբայրների։ Սակայն Քրիստոսով ոչ մի տարբերություն չկա, չի ասում է այլևս գաղատաց նամակի մեջ տարբերություն չկա, ոչ հրեայի, ոչ հեթանոսի, ոչ ազատի, ոչ ծառայի, ոչ արևելքի, այսինքն բոլորս էլ Քրիստոսով մեկ եղանք, մեկ ընտանիք դարձանք։ Ուրեմն Քրիստոսով այս հարաբերության մեջ է, որ Աստված փրկություն է տալիս մարդուն եւ հայր ու որդի են դառնում հոգեվորապես։ Դրա համար մենք ամեն անգամ սիրելի քույրեր եւ եղբայրներ, մենք Քրիստոսով ենք քույր ու եղբայր դարձած։ Մենք մեր մայր եկեղեցին է, մեր եկեղեցին մեր մայրն է, մկրտության ավազանը եկեղեցու արգանն է, որտեղից բոլորս ծնվում են որպես Քրիստոսի զավակներ։ Դրա համար մենք քույրեր ու եղբայրներ ենք։ Ասում են քույր եկեղեցիներ, նույն, տեսեք, քույր եկեղեցին, նույն հավատք ունեցող, նույն ջերմության մեջ ապրող մարդիկ։ Ինչու են քույր ասում, որտեղ քույրերն են, չէ՞, շատ իրար կապված, իրար բոլոր գաղտնիքներով կիսում են, խոսում են, ուրեմն այս խորհրդի մեջ է, հոգևոր խորհրդի մեջ են, որ հայր ու որդու զգացողություն ունենք եւ մեկս մյուսով ապրում ենք այդպես։ Մեր սիրելի որդուն ասում են, արդեն տեսանք այստեղ նորից է ասում Տիտոսին, եւ ինչ է մաղթում մեզ։ Շնորհ, խաղաղություն։ Ինչ է շնորհը։ Շնորհը Աստծո ձրի պարգևն է, չէ՞ մարդուն, ողորմությունն է Աստծո, որ տրված է փրկություն, որ իրականացավ Հիսուս Քրիստոսով։ Այսինքն մենք արդարում ազնիվ չէինք, որ Աստված մեզ փրկեց, այլ հակառակը, որ մենք մեղքի մեջ էինք, թշնամի էինք Աստծուն, Տերը շնորհ արեց մեզ, ողորմություն արեց մեզ, ձրիաբար փրկություն տվեց մեզ։ Ուրեմն մեր փրկությունը մեր գործերի արդյունքը չեն, այլ Աստծո ողորմությունն է։ Դրա մեջ ասում ենք շնորհ ունենաս, ինքը նաև Աստծո ողորմությունն ու փրկությունը, դրա մեջ փրկությունը պիտի առաջինը հասկանանք։ Աստծո փրկություն ունես, եւ այդ փրկությունը դու պիտի կարողանաս
պահել ու պահպանել։ Երկրորդ ասում է խաղաղություն։ Ով խաղաղություն ունի այս աշխարհի մեջ, ով որ Հիսուսի ներկայությունն իր կյանքի մեջ, այո։ Նա խաղաղություն, ով Հիսուսի ներկայությունն իր կյանքի մեջ։ Երբ որ Հիսուս արդեն մեկնում էր այս աշխարհից համբարձման օրը, ինչ ասաց իր առաքյալներին գնալուց առաջ, իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ, որ այս աշխարհից չէ, եւ այս աշխարհը չի կարող տալ ձեզ, որպեսզի ինչ անեք, չխռովեք եւ ձեր սրտերն էլ չվախենան։ Ուրեմն երբ որ դու Հիսուս ունես քո կյանքի մեջ, դու չես վախենում եւ աշխարհում ինչ որ կատարում է, դու չես խռովում։ Որտեւ այն ինչ որ գրված այս գրքի մեջ մի օր պիտի կատարվի, չէ՞։ Մենք կլինենք ականատեսը, թե մեզանից հետոները կլինեն, բայց պիտի լինի այս ամենը։ Ուրեմն այս խաղաղությունը, երբ որ ունես քո մեջ, դու չես վախենում այս աշխարհից։ Երբ որ մեկը մահվան հանդեպ վախ իր մեջ հաղթահարում է, էլ ինքը ոչինչից չի վախում։ Երբ որ իրեն կչարախոսեն, կամ բան ասեն, սուտ կխոսեն, իրեն չի տարկում այլևս։ Ինքը գիտի իր նպատակը, որ Պողոս առաքյալն ասում է, հետևում թողած իմ անցյալը, ես նայում եմ առաջ, դեպի փրկություն, արդեն դու գիտես ուր ես գնում, ում համար ես գնում եւ ինչի համար ես գնում, եւ այս խաղաղության միջոցով էլ դու հաշտվում ես նաեւ Աստծո հետ։ Ուրեմն Քրիստոսի բերած խաղաղությունը քեզ հաշտություն է բերում Աստծո հետ։ Երբ Հիսուս վերադառնա, այն ժամ կատարյալ խաղաղություն կունենանք, չէ՞։ Ուրեմն կատարյալ խաղաղություն պիտի լինի Քրիստոս, երբ որ գա իր թագավորությունը հաստատ այս աշխարհի մեջ։ Քանի Հիսուս չի այս աշխարհի մեջ, մարդիկ են որոշում խաղաղություն ինչպիսին պիտի լինի, չի լինելու խաղաղություն։ Քանի մարդիկ Աստծուն հանում են եւ ուզում են իրենք աստվածներ դառնան, իրենք որոշեն ինչպես պիտի լինի, այս ժողովուրդը ինչպես պիտի ապրի, ազգի սահմանը որտեղ պիտի լինի, այս պետությունը պիտի լինի կամ չպիտի լինի, խաղաղություն չի լինելու։ Այդպես նաև ընտանիքի մեջ է, սիրելիներ։ Երբ որ ամեն մեկը որոշում է, որ ինքը պիտի ասի, այստեղ տան մեջ ես պիտի ասեմ, իմ ասածը պիտի լինի, ես այսպես եմ ուզում, այդ տանն էլ խաղաղություն չի լինելու։ Նույն բանը, սա փոքրը պետությունն էլ փոքրիկ ընտանիքների մեծ պատկերն, ինչպիսին ընտանիքներն են, այնպես էլ մեր պետությունն է, սիրելիներ։ Մեր աշխարհն է, ինչի մեջ որ մենք ապրում ենք։ Եվ միայն Քրիստոսով պիտի գա այդ խաղաղությունը հաստատի, եւ տեսեք, ասում է ինչպես խաղաղություն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից։ Երրորդ տան մեջ, ինչ ասես, երրորդ համարի մեջ Պողոս առաքյալը Հայր Աստծուն է, չի ասում Փրկիչ։ Հիմա այստեղ Հիսուս Քրիստոսին է ասում։ Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից։ Ուրեմն սրա մեջ տարբերություն չկա, հակասություն չկա, եւ Հայրն է Փրկիչ, եւ Որդին է Փրկիչ, եւ Սուրբ Հոգին է Փրկիչ։ Ինչպես աղոթքի մեջ Հովհաննես Ավետարանի մեջ 10-րդ գլխում է ասում, ես եւ Հայրս մի ենք։ Ով ինձ տեսավ, Հորը տեսավ։ Եվ հիշում եք նաև Փիլիպոս առաքյալը, որ ասում է Տեր, ցույց տուր մեզ, ասում է Փիլիպոս, այսքան ժամանակ ձեզ հետ եմ, չտեսար։ Ուրեմն Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, Սուրբ Երրորդությունը միաժամանակ աշխատում են բոլորիս փրկության համար, սիրելիներ։ Այսինքն միայն Հայրը չէ կամ միայն Հիսուսը, միայն Սուրբ Հոգին չէ, որ ամեն ինչ անում են, որպեսզի մենք փրկվենք, այլ երեքը միասին ամեն բան անում են, միջոցներ դնում են, որպեսզի մարդը հավատքի, Աստված ճանաչողության, Աստված պաշտության կյանք ապրելով հասնի հավիտենական կյանքին, այդ հավիտենական կյանքի հույսը իր մեջ վառ ապրելու համար։ Եվ այս աշխարհի մեջ Կորինթաց նամակի մեջ ինչ ասում Պողոս առաքյալը, որ մարդը ամեն բան պիտի կորցնի։ Ինչ որ ունենք, չունենք, ինչ որ մենք հավաքել ենք, դրել ենք, ստեղծել ենք, ինչի համար որ մենք այս աշխարհի մեջ պայքարել ենք, մի օր պիտի թողնենք եւ ինչ է մնում մարդուն։ 3 բան. հավատքը, հույսը եւ սերը, եւ սրանցից մեծագույնը սերն է։ Ուրեմն այս 3-ն է մարդու հարստությունը։ Ես յուրաքանչյուր մարդ որ մկրտում եմ, ասում կնքայրդ ինչ խնդրես քեզ համար։ Հավատք, հույս, սեր։ Եթե այս 3-ը չունեցար, ասում քո մկրտությունը զուր է։ Դու պիտի ամեն օր ամեն ինչ անես այս 3-ը քո կյանքի մեջ զորացնելու, շատացնելու։ Եվ այս 3-ը նաև երկնքի արքայության բանալիներն են։ Ինչպես են, չեն կարևոր դռները, որ պիտի բացվի, 3 կամ 2 կամ 4 բանալի ունեն, չէ՞, դնում են, պատոտում են 3-ը, բացվեց, դուռը պիտի բացվի։ Ուրեմն երկնքի արքայության մուտքն էլ այս 3 բանալիներով պիտի բացվի։ Հավատքի, հույսի եւ սիրո բանալին պիտի ունենաս քո ձեռքի մեջ։ Եթե սրանցից մեկը թույլ եղավ, փխրուն եղավ, կկոտրվի եւ դու կմնաս դրան առջև կանգնած, չես կարող ներս մտնել։ Ուրեմն երբ որ դու հավատք ունես, այսինքն վստահություն ունես, հավատում ես Տիրոջը, որ քեզ խոստում է տվելու, ինչպես Հիսուս ասում, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը։ Եթե դու այս վստահությունը չունես, դու կես ճանապարհին պիտի կանգնես։ Եթե քո հույսը
քեզ առաջ չի տանում, հակառակ ամեն նեղության, դժվարության դու լավի սպասումը չունես քո կյանքի մեջ, պիտի ասես հոգնել եմ, ել չեմ կարող, հերիք եղավ, թողնում եմ այս ամենը, մեռնեմ, պրծնեմ, ազատվեմ, սա պիտի դառնա քո ամենախոսույթը։ Բայց երբ որ դու հույս ունես, նույնիսկ եթե չես կարողանում քայլել, պայքարում ես որ քայլես։ Ոտքերդ չեն աշխատում, դու ամեն ինչ անում ես որ աշխատի քո ոտքերը քո նպատակին հասնելու համար։ Եվ երրորդ սերը քո շարժիչ ուժն է։ Առանց սիրո հնարավոր չէ այն երկուսը ունենալ քո կյանքի մեջ։ Սերն է հավիտենական կյանքի հանդեպ, որ քեզ զորություն է տալիս հասնելու այդ հավիտենական կյանքին։ Եվ սերն է, որ երբեք չի անհետանում, չի պակասում, չի վնասվում, չի նվազում, չի խարդախվում, ոչ մի բան չի պատահում դրա հետ։ Հակառակ հետո Աստծուց է, այսպես գալիս է, ինչպես որ արվակը քչքչալով գնում է, իր կողքերը ինչ որ կա կանաչություն է բերում, կյանք է բերում, այնպես սերն է քո միջով հոսում է, այսպես ոնց է, չէ, ամբողջ sense արյունը պտտվում է, քո երակների մեջով քեզ կյանք է, չէ, տալիս։ Սերը այդ կյանքն է տալիս քեզ։ Քո շարժիչ ուժն է, այսինքն առանց այդ սիրո քո երակների մեջով ոչինչ չի պտտվելու։ Այդ սերը ունեցար, ուրեմն Աստված ներկա է քո կյանքի մեջ եւ դու կարող ես փրկվել։ Այսօր այսքանը սիրելիներ, թող Տերը մեզ օրհնի իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք որ մեր կոչումն ունենք հավատացյալ լինելու, քահանա լինելու, սուրբ լինելու կոչված ենք այս աշխարհի մեջ, մենք մեր կոչումը հասկանանք, որ Տիրոջից է եւ մի օր հաշիվ պիտի տանք։ Եվ ինչպես որ անակնկալ անիրավ տնտեսին ասես քո տնտեսության հաշիվը տուր, Տերը պիտի մեզանից հաշիվ պահի։ Ինձանից ինչ պիտի պահանջի Տերը որպես քահանա։ Մարգարեության մեջ ասում է քեզ դեդ կարգեցի ժողովրդի վրա, իմ ժողովրդի վրա։ Ամեն կորսված հոգու ասում այրուն քեզանից պիտի պահանջի։ Այսինքն եթե ես չխոսեմ, չքարոզեմ, մարդկանց փրկության ճանապարհը ցույց չտամ, իրենք չփրկվեն, այդ մարդկանց մեղքին վրա պիտի մնա, նրանց համար ես պիտի պատասխան տամ։ Դուք իբրև հավատացիան, թե ձեր տան անդամների համար չաղոթեք, նրանց ցույց չտաք ճանապարհը, չխնդրեք, որ Տերը նրանց սրտերը փափկացնի, դրա համար պիտի պատասխան տաք։ Ձեր ժամանակը վատնելու համար պիտի պատասխան տաք։ Մեր կյանքը անիմաստությամբ լցնելու համար պիտի պատասխան տանք այս աշխարհի մեջ։ Դրա համար Տերը ուզում է, որ կոչումի մեջ մենք լինենք արդար, մաքուր, ազնիվ մեր կյանքով, մեր խոսքով եւ մեր գործով։ Աստված թող բոլորիս օրհնի ու խաղաղության մեջ պահի սիրելիներ։ Աստված պահապան բոլորիդ։